Բարի օր բոլորին, ցավոք սրտի վերջին ժամանակներում ինպես մարդիկ հաճախ են այս կամ այն խնդրի մասին բարձրաձայնում, առավելապես այն խնդիրների մասին, որոնք որ իրենց կարծիքով ուղղակի կամ անուղղակի հարված են մեր պետական շահին, մեր ազգային ինքնությանը, մեր ազգային շահին եւ ազգային մտքին։ Եվ եթե մենք այդ որոշումների վերաբերյալ մեր անհամաձայնությունը չհայտնենք, ստացվում է մենք դրանց հետ համաձայնենք եւ մենք ընդունում ենք այդ որոշումները ու հաշտ ենք դրանց հետ։ Ինչի մասին եմ ուզում այսօր խոսել, մասնավորապես հրապարակված արդեն իսկ շատերդ գիտեք, որ սահմանային կնիքի վրայից կառավարության որոշման վերածվում է Արարատ լեռան պատկերը եւ կնիքը ձևափոխվում է եւ գործելու է նոր ձևաչափով, այսինքն մեր անձնագրերում Հայաստան մուտք գործելիս կամ Հայաստանից դուրս գալիս այլ կնիկ է դրվելու, մինչև այս դրվել է կնիկ, որտեղ որ Արարատ լեռան ուրվագիծը պատկերը կար։ Կառավարությունը դա որևէ կերպ չի հիմնավորում, այսպես ասած իր այս որոշումը կամ այն հիմնավորումները, որ տրվում են առնվազն տրամաբանական չեն, ըստ իս եւ հետեւաբար ուզում եմ մի փոքր անդրադառնալ այդ որոշման բացասական կողմերին։ Պետք չի գիտնական լինել եւ գիտական թեզեր պաշտպանած լինես, որ հասկանաս, որ կա հիշողության մի քանի ձևեր եւ անձի վիզուալ հիշողությունը, այսինքն երբ ես տեսնելով ինչ-որ բան եմ հիշում, ինչ-որ պատկեր հաճախ եմ տեսնում, ես հիշում եմ դա եւ այդ պատկերը սկսում է ինձ մոտ որոշակի ասոցիացիաներ եւ հարցեր առաջացնել, որ կա այդպիսի, այսպես ասած, հիշողության տեսակ, դրա համար տենց մեծ գիտնական պետք չի լինել։ Հիմա, երբ Արարատի պատկերը կա տարբեր մեր որոշումներում, տարբեր մեր զինանշանում կա, մեր այդ մուտքի կնիքում, մուտքի ելքի կնիքում կա եւ այլ փաստաթղթերում կա, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, հայ ազգի ներկայացուցիչի համար, Արարատ լեռը ունենալով իր հստակ խորհրդանիշը եւ իր հստակ պատմական հետքը, որոշակի ասոցիացիաներ է առաջացնում եւ որոշակի հիշողություններ է արտնասնում, այդ հիշողությունների արդյունքում մենք սկսում ենք որոշ հարցեր վերաիմաստավորել, որոշ պատմական իրադարձություններ վերաիմաստավորել, որոշ պատմական փաստերի այլ կերպ նայել եւ վերլուծել, որպեսզի հասկանանք, թե որն է եղել մեր սխալը եւ մեր պետությունը ինչ պետք է անի, որպեսզի նմանատիպ սխալներ այլևս չգործի կամ մենք որպես հայ ժողովուրդ ինչ պետք է անենք, որ այլևս նմանատիպ սխալներ չգործենք։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացու տեսանկյունից եւ հայ ազգի ներկայացուցիչի տեսանկյունից։ Օտարերկրացու կողմից Արարատի պատկերը ընդհանրապես խորհրդանիշ է, որ Արարատը այսպես ասած հայկական է եւ Հայաստանի մի մաս է եւ յուրաքանչյուր անգամ երբ օտարերկրացին իր անձնագրում տեսնում է Արարատի պատկերը, ես կարծում եմ, որ ասոցացնում է ոչ թե Թուրքիայի հետ, այլ ասոցացնում է հենց Հայաստանի հետ, այսինքն երբ բացում է իր անձնագիրը եւ մի քանի կնիկների հետ մեկտեղ տեսնում է Հայաստանի մուտքի կամ ելքի կնիքը, իր մոտ ավտոմատ ինքնաբերաբար առաջանում է այսպես ասած միտք, որ ինքը եղել է Հայաստանում եւ այո, միգուցե հենց այդ ասոցիացիայի արդյունքում վերջինս իրեն հարց տա եւ փորձի որոշակի պատմական, այսպես ասած, պատմական գրքեր, պատմական էջեր, որպեսզի հասկանա, թե ինչու եւ ինչի արդյունքում է Հայաստանը զրկվել, հայ ազգը զրկվել Արարատ լեռից եւ ծանոթանա մեր պատմությանը, մեր մշակույթին, մեր այսպես ասած պատմական հետքին։ Հիմա մենք ինչ ենք անում, մենք ստացվում է այդ նշանը, այդ պատկերը, որը որ վիզուալ որոշակի ասոցիացիաներ է առաջացնում, տեսողական ասոցիացիաներ է առաջացնում թե հայ ազգի մոտ, թե օտարերկրացիների մոտ, մենք հանում ենք եւ ասում ենք, որ նշանը մենք համապատասխանեցնում ենք ինչ-որ պետական ստանդարտների կամ ինչ-որ պետական պահանջների։ Ես չեմ կարծում, որ մինչև այսօր, երբ այդ Արարատի պատկերը եղել է այդ կնիքի վրա, որևէ մենք պետական արարողակարգ ենք խախտել կամ այլ պետության շահեր ենք ոտնահարել եւ այլն։ Ի վերջո Արարատի եւ Հայաստանի Հանրապետության տարածքի միջև չկա բարձր պատ եւ մենք ուզենք թե չուզենք եւ
այդ թվում նաև հարևան պետության ներկայացուցիչները ուզեն թե չուզեն պետք է գիտակցեն եւ հասկանան եւ կարծում եմ գիտակցում եւ հասկանում են, որ Արարատ լեռը Երևանի գրեթե բոլոր վայրերից տեսանելի է, Հայաստանի շատ տարածքներից տեսանելի է, Արարատ լեռին պատշգամբից է տեսանելի եւ հետեւաբար Արարատ լեռը այո կազմում է Հայաստանի Երևանի Հայաստանի Հանրապետության մի մասը։ Սա անքննելի եւ չքննարկվող, այսպես ասած, իմ կարծիքով թեմա է եւ սրան առհասարակ կարիք էլ չկա անդրադառնալ։ Այո, ես հասկանում եմ եւ ինպես մարդիկ քաջ գիտակցում են, որ Արարատը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այո, ես 2018 թվականին, երբ բարձրացել եմ Արարատ լեռան Գագաթ, բարձրացել եմ Թուրքիայից եւ որևէ կերպ չեմ ասում եւ չեմ գոռում, որ Արարատը Հայաստանի Հանրապետության մաս է, այսինքն որպես պետական սահմանի մաս, բայց Արարատը կա եղել է ու կլինի հայ ազգի պատմական շատ խորը հետք եւ ցավ կրող խորհրդանիշ եւ այդ հետքն ու ցավը պետք է յուրաքանչյուր հայ ազգի ներկայացուցիչի համար լիքը մտորելու, վերաիմաստավորելու եւ այսպես ասած հետդարձի հայացքներ նետելու հիմքեր տա, որը որ կարծում եմ, որ ցանկացած գիտակից հայի մոտ իրականացվում է, կատարվում է ամեն օր, ամեն անգամ, երբ Արարատին է նայում։ Հետևաբար այս որոշումը որևէ կապ եւ աղերս չունի հայկականության, ազգային շահի հետ, ազգային մտքի ձևավորման հետ եւ հիշողության հետ։ Սա այսպես եւ երկրորդ հարցը, գիտեք, այդ նույն վիզուալ, այսպես ասած, հիշողության մասին խոսելիս, վիզուալ պատկերների մասին խոսելիս, երեխաների մոտ պատկերներ տեսնելով եւս զարգանում է հիշողություն եւ այդ պատկերների արդյունքում զարգանում է ասոցիացիաներ։ Ես չեմ կարողանում պատկերացնել ինչ մտքով եւ ինչ խելքով են առաջնորդվել այն մարդիկ, ովքեր որ կազմել են դասագրքեր, երեխաների համար դպրոցական դասագրքեր, որտեղ որ որոշակի պատմական հստակ հետք ունեցող անձանց պատկերներ, նկարներ հանել են եւ դրանք փոխարինել են ինչ-որ QR կոդերով, այսինքն մենք ստացվում է, որ երեխաների մոտից այդ տեսողական հիշողության ձևավորման փուլերից ամենակարևորը հանել ենք, երբ մարդը մի քանի անգամ նույն պատկերը տեսնում է եւ պարբերաբար ինչ-որ պատկեր է տեսնում, այդ պատկերը սկսում է իր մոտ որոշակի ասոցիացիաներ եւ որոշակի հիշողություններ արթնացնել, այսինքն եթե մենք նայում ենք Պարուս Սևակի նկարին եւ Պարուս Սևակի նկարը անդադ տեսնում ենք, մենք ինքնաբերաբար հիշում ենք Պարուս Սևակի ստեղծագործությունները, երբ մենք Մոնթեի լուսանկարն ենք տեսնում, մենք հիշում ենք Արցախը, երբ մենք Մաշտոցի նկարն ենք տեսնում, մենք հիշում եւ հասկանում ենք, որ Այբուբենը, հայկական Այբուբենը իր կողմից է ստեղծվել։ Եվ այս պատկերները, այս վիզուալ հիշողությունները հանելը եւ նպաստել, որ երեխաների մոտ այս կտորը սխալ զարգանա, թերի զարգանա եւ առհասարակ չձևավորվի, սա չգիտեմ, եթե միամտաբար է արվել կամ չհասկանալով է արվել, շատ վատ է, որ նման չհասկացող մարդիկ դասագրքեր են գրում, իսկ եթե սա գիտակցաբար է արվել, ապա առնվազն ծնողները պետք է այս հարցի շուրջ իրենց բացասական վերաբերմունքը արտահայտեն։ Ինչու եմ սա բավականին երկար տեսանյութ ստացվեց, ինչու եմ այս տեսանյութը եւ նմանատիպ տեսանյութեր նկարահանելու եւ տեղադրելու, ես ուզում եմ, որ մարդիկ, ովքեր որ ունեն կարծիք, չվախենան այդ կարծիքը արտահայտել, ես ուզում եմ մենք կարողանանք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ որ անձը չի վախենում իր կարծիքը արտահայտելուց, իր անհամաձայնությունը պետական մակարդակով կայացված որոշումների վերաբերյալ հայտնելու իր իրավունքից, անձը չի հրաժարվում հայտարարել, որ ինքը անհաշտ է որոշ որոշումների եւ որոշ քայլերի հետ, որովհետեւ ցավոք սրտի բոլոր ժամանակներում գործել է այն կանոնը, որ
Երբ դու լռում ես որոշակի հարցերի վերաբերյալ, երբ դու ցույց չես տալիս քո բողոքի ձայնը, երբ դու ցույց չես տալիս քո անհամաձայնությունը, դա դառնում է նորմալ եւ դա կրում է շարունակական բնույթ։ Սա նորմալ չի, նման որոշումները նորմալ չեն, նման որոշումները այո կայացվելիս պետք է հաշվի առնվի հանրության կարծիքը, գիտակից, հասարակության կարծիքը։ Այսքանը խելք եւ տրամաբանություն մեր ազգին եւ մեր չինովնիկներին։